Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Ադամ Խաչատուրի Սահակյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ադամը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում։ Եղել է մյուս երեխաների նման և նրանցից տարբերվող։ Երկու եղբայր էին։ Ակտիվ էր, բայց անհամ չարություններ չէր անում, պատմում է հերոսի մայրը, հերոսածին Գայանե Անտոնյանը։ Հաճախել է թիվ 59 մանկապարտեզը։ Դեռ այդ տարիքից եղել է աչքի ընկնող երեխա, շատերի ապա և մոր մոտ տպավորվել է ձմեռ պապի դերը։ Շատ խելացի ու նպատակասլաց երեխա էր։ Հերոսածին մայրը տիկին Գայանեն ասում է. սպորտային էր։ 6 տարեկանից հաճախել է գիմնաստիկայի, ապա գեղասահքի, հետո կարատեի ու բռնցքամարտի։ Այսինքն նա սիրել է բոլոր այն սպորտաձևերը, որ երիտասարդին հաղորդում է առնականություն։ Նաև հրաշալի նկարում էր։ Փոքր ժամանակ ասում էր. ես սուպերմենն եմ։ Հաճախել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը։ Հարվածային էր, բայց լավ անգլերեն գիտեր։ Որ առարկաներն իրեն հետաքրքրում էր, շատ լավ էր սովորում։ Օրինակ ասենք պատմություն անգլերեն։ Մյուս առարկաներն էլ միշտ սովորել է լավ, չի նեղվել։ Նրա զրնգուն ծիծաղը բոլորն էին սիրում։ Այն տարածվում էր ողջ բակով մեկ ճեղքում բակի սահմանները։ Դպրոցը ավարտելով Ադամը ընդունվել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետություն և դիզայն ֆակուլտետը։ Պետք է դառնար ճարտարապետ-դիզայներ։ Սակայն նա խնդրեց նախ պարտքը տալ հայրենիքին, հետո նոր շարունակել ուսումը։ Պարտքը տալ հայրենիքին։ Բա ինչու, սիրելի Ադամ, ինչու նույն հայրենիքը իր պարտքը չհամարեց պահպանել քեզ ու անվտանգ հասցնել ծնողներիդ։ Դժվար է ասել։ Վերջին տարիներին մեր հերոսը միշտ ասել է. մարդ այնպես պետք է ապրի, որ որպես օրինակ բոլորը նրան մատով ցույց տան։ Դու այդպես էլ արեցիր, աննկուն քաջ, լուսավոր դեմքով ու բարի ժպիտով մեծան հերոս։ Հիմա քեզ բոլորն են մատով ցույց տալիս, որպես խիզախ հերոսի ու քո մասին ակնածանքով խոսում։ Քո օրինակդ մեծ դաս է գալիք սերունդների համար։ Քեզանից միայն դրական էներգիա էր հորդում ու ժպիտ էիր սփռում այնտեղ, որտեղով անցնում էիր։ Ադամը երկրորդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ 2015 թվականի հունվարի 26-ին, Արցախ, Ջեբրայիլ։ Նա ուրախությամբ է մեկնել ծառայության և պատվով ու պատասխանատվությամբ է վերաբերվել իր ծառայությանը։ Մայրը հիշում է. իմ ֆեյսբուքյան նկարը իր դիմանկարն է, որ ես էի կտրել ու մի փոքր գույներ հաղորդել իմ մտքով գեղեցկացրել էի։ Երբ արձակուրդ եկավ, տեսավ ու ասաց. այս ինչ հավերժ փառք եղածի նկար է։ Ես սարսռացի. Ադամ ջան, այդ ինչ ես ասում։ Իսկ ինքը քահ-քահ ծիծաղեց։ Ապրիլյան պատերազմը երբ սկսվեց, նա մի տարի 2 ամսվա ծառայող էր և արդեն սերժանտ։ Երբ սերժանտական դպրոցը ավարտել է, առաջարկել են տեղում մնալ ծառայության, սակայն նա հրաժարվել է ասելով, որ իր տեղը դիրքերում է, իր զինակից ընկերների կողքին։ 19-ամյա սերժանտ Ադամ Սահակյանը Ջեբրայիլում Լալա Իլիագիի N դիրքի ավագն էր, հրամանատարը։ Նա սահմանապահ գումարտակից էր։ Սիրում էր իր զինվորներին և հոգատար էր նրանց հանդեպ։ Նաև շատ անգամ, երբ զինվորները հիվանդ էին լինում կամ մարտական գործողություն կատարելիս թերանում էին, ինքն էր ամեն բան վերցնում իր վրա, որ ջոկատի ու իր զինվորների համար թերացում չդիտվի։ 2016 թվականի ապրիլի 1-ին էր բարձրացել դիրքեր։ Հենց նույն գիշեր լույս 2-ի առավոտյան ժամը 3-ի սահմաններում տեղի է ունեցել հակառակորդի հարձակումը։ Ադամը իր 7 հոգանոց ջոկատով անցել է օղակաձև պաշտպանության։ Եվ հենց նրա մարտական հաշվարկների շնորհիվ են 5 ժամ կռիվ մղել, մինչև թիկունքից կարողացել են ամրանալ երկրորդ գիծ։ Հմտություն ցուցաբերելով մի քանի անգամ հետ է մղել հակառակորդին։ 5 ժամ քաջաբար մարտնչելուց հետո զինամթերքը սպառվում էր։ Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը նահանջի հրաման է տվել, որ գոնե զոհ չտան, բայց ոչ մի զինվոր գիտակցաբար չի թողել դիրքը ու չի նահանջել, նրանց հետ նաև քաջ Ադամը։ Ապա ընկնելով շրջափակման մեջ զոհվել են բոլորը։ Ընկել են քաջաբար, որոնց թվում էր և նա, մեր հերոսը, մեր խիզախ Ադամ Սահակյանը։ Ամսի 2-ի առավոտյան ժամը 8:00-ի կողմերը նա վերջինը դուրս եկել կապի հրամանատարական կազմին ասել է, որ մենակ է մնացել, բոլորը զոհվել են, բայց ինչ էլ լինի, դիրքը չի թողնի։ Իսկ ընդամենը 10 րոպե հետո ռադիոկապի մեջ լսվել է թուրքերի ձայնը.
որ նրանք սպանել են բոլորին։ Սերժանտ Ադամ Սահակյանը անմահացավ ու հավերժացավ մյուս ընկերների հետ, բռնելով հավերժի ճամփորդի ուղին։ Նրանց ջոկատը անվանեցին հրեշտակների ջոկատ։ Հավերժական փառք քեզ ու քո հետ նահատակված քո ընկերներին, հերոս, միշտ ժպտերես ու լուսավոր դեմքով, մեր Ադամ։ Ընկար, բայց հաղթանակ սփռեցիր հայրենիքիդ սահմաններին։ Քո ուզածն էլ դա էր։ Դե, ննջիր խաղաղությամբ։ Սխրանքդ անմար է, անունդ հավերժ, երկիրդ հաղթանակած։ Պատիվ ունեմ և խոնարհվում եմ քո ու ընկերներիդ առաջ, քանզի դիրքը պահեցիք ձեր արյան գնով ու այն չզիջեցիք հակառակորդին։ Հերոս Ադամի առաքելությունն էլ սա էր այս կյանքում, ու նա պատվով կատարեց այն։ Այսօր հերոս Ադամ Սահակյանի անունով է անվանակոչված Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի և Լեռնապատ գյուղի պատմության դասարանները, իսկ թիվ 59 դպրոցում բացվել է նրա անունով դասակ դասարան։ Հերոս Ադամ Խաչատուրի Սահակյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ-ի մարտական ծառայություն մեդալով, ՀՀ-ի արիություն մեդալով և Արցախի ազատամարտիկների միության մեդալով։ Հիմա ճարտարապետության և շինարարության պետական ազգային համալսարանում Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ է տրվում։ Նա նաև համարվում է ճարտարապետ դիզայներ, քանզի նրա աշխատանքներով կազմակերպվել են ցուցահանդես։ Նրա անունով նաև հուշատախտակ ու ցայտաղբյուր կա, որոնք հենց Աբովյան փողոցի սկզբնամասում են գտնվում ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի դիմաց։ Մեր հերոսն ապրեց կարճ, բայց արեց շատ բան, ինչը չէր անի մեկ ուրիշը իր ողջ կյանքի ընթացքում։ Նա հասցրեց թողնել մեծ հետք։ Նորից ու նորից փառք մեր Ադամին, անվախ մեր հերոսին, ում առաջ անվարան պատվի եմ առնում։ Պատիվ ունեմ։